Ուրեմն, այս Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարել է հետևյալը բառացի մեջ բերում։ Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա ու հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնները խփելու է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Գրազ եմ գալիս, որ իր միջին վիճակագրական դիտումները ընդհանրապես չի գերազանցի։ Մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իրա ընկերներով կեթան, ու դա անում էր Հակոբ Պասլանյանը։ Ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, սա առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Եվ այս գիտեք, տենց մենք էլի տենց դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ եւ վստահ եմ էլի կունենանք տենց դեպքեր, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի sense շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են։ Տենց աստղային է տանում, քաղաքական մտածում են իրանք sense լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է, ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։ Նիկոլ Փաշինյանի շողքը հանգարց չմտածեք, որ դա դուք եք կամ կարաք երբևիցե լինեք։ Իրոք 2 ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տենան նույնիսկ չճանաչեն։ Մտքերի փոխանակություն ավարտվեց, Տիկին Ջուլհակյան, ով էր, չունենք, հա։ Տիկին Գալյան եզրափակիչների չունենք։ Ներկայացման եւ զեկույցի եւ ընդհանրապես տեսլականի համար պետք է ասեմ, որ անկեղծորեն ողջունում եմ ձեր նախաձեռնությունը լինել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, բայց իմ հարցը ձեզ դուր չի գա։ Հայտնի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նրա որդին, կարելի ասել, տիրապետում էր մենաշնորհի, մասնավորապես հեռախոսների ներկրման հարցով։ Այսինքն հեռախոսների ներկրումը հնարավոր էր միայն, եթե ինքն է իրականացնում։ Եվ բազմաթիվ դեպքեր կան եւ բողոքներ կային, ինչպես են մարդկանց, այսպես ասած, ստիպել, որպեսզի նրանք հանկարծ չզբաղվեն եւ տարբեր դրվագներ կան այս մասով։ Ես ուզում եմ իմանալ, օրինակ, այդ տարիներին, եթե հնչեր առաջարկ, որ դուք գնայիք մրցակցության ձեր տեսլականը եւ պայքարը իրականացնելու, արդյոք կհամաձայնեիք եւ արդյոք այսպես ասած դիսկոմֆորտ չեք զգում այդ փաստի եւ ձեր ցանկության եւ տեսլականի են ամբողջ այն ինչ որ դուք ներկայացրեցիք, ինչի հետ ամբողջությամբ համաձայն եմ, դրա միջև։ Շնորհակալություն, նախ ինչպես հայտնի է նաև օրենքի կարգավորման իմաստով, այս հանձնաժողովի անդամը եւ հավակնող տեխնացուն պետք է գործի ապաքաղաքական եւ այսպես ասենք վերքաղաքական սկզբունքներով, որտեղ դա օրենքի կարծում եմ նաև օբյեկտիվ պահանջ է։ Ձեր բերած օրինակը ճիշտն ասած հիմա իմ գնահատման տիրույթում չի, որովհետև ես չեմ կարող գնահատել մի բան, որի մասին, ասենք օրինակ, լսում եմ ձեզանից կամ գուցե նաև տարբեր աղբյուրներ կարող են այդ մասին ասել, բայց ինքս չունեմ ուսումնասիրություն եւ ինքս չունեմ ձևավորված օբյեկտիվ կարծիք։ Բայց ամենակարևորը դա չի։ Ամենակարևորը ձեր հարցի ենթատեքստը հետեւյալն է, ես որևէ դիսկոմֆորտ չեմ զգում, Տիկին Վարդանյան, որովհետև ես իմ անցած ճանապարհով եւ նաեւ
կարծում եմ հետագա իմ պատկերացնելիք նաև ճանապարհով որևէ անգամ չեմ ունենալու կաշկանդում գործել օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում իմ համոզմունքներով եւ ծառայելու իմ երկրին եւ ժողովրդին։ Այստեղ որևէ կաշկանդում չի կարող լինել եւ ձեր ենթատեքստը ներողություն, բայց ես չեմ կիսում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, ենթատեքստ չէր, ես ուղիղ հարց տվեցի, ասեմ ավելին, ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, որ դուք անկաշկանդ եք գործելու, բայց դա նրանից չի, որովհետև դուք սկզբունքային եք հիմա, դուք կարող է այն ժամանակ էլ սկզբունքային լինեիք, բայց հանձնաժողովի անդամ լինելով որևէ ձևի չկարողանայիք գործել անկաշկանդ գործելու համար ստեղծվել է այդ միջավայրը այսօր, պարոն Ավետիսյան, որ դուք կարող եք հավակնել ընդդիմություն լինելով մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի որդին ժամանակին մոնոպոլիայով էր զբաղվել, կարող եք հավակնել այս պաշտոնին եւ գուցե նաեւ ընտրվել։ Այստեղ է տարբերությունը, պարոն Ավետիսյան, ամեն դեպքում շնորհակալ եմ, ինձ ձեր պատասխանը ամբողջությամբ բավարարեց։ Այնուամենայնիվ ես պիտի արձանագրեմ նաև մեր հանրության համար, չեմ կարծում կլինի ինձ ճանաչող որևէ մեկը իմ աշխատանքային գործընթացում, իսկ հազարավոր մարդկանց հետ եմ ես աշխատել եւ տարբեր ոլորտներում, որ կարող եմ վկայել եւ նաեւ ձեր նշած ժամանակահատվածում 99 թվականից մինչեւ օրս որ պարտադրանքի, վախի կամ, չգիտեմ, մեկ այլ ոչ օրինական ճնշումների կամ գործոնների ազդեցությամբ ես փոխեմ իմ որոշումները կամ կայացնեմ որոշումներ։ Ես այդպիսի դրվագ դեպք ուղղակի չեմ հիշում եւ կարծում եմ այդ այսու էլ այդպես պետք է լինի։ Նախ շնորհակալ եմ իմ գործընկերներից որովհետև այդպիսի առիթ ինձ չեն տվել, այդպիսի ճնշումներ չեն առաջադրել եւ նաեւ բնականաբար իմ մոտեցումները ուղիղ են, ինչ որ ես հնչեցնում եմ։ Թագուհի Ուրեմն, այս Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարել է հետևյալը բառացի մեջ բերում է։ Եթե որևէ քաղաքական գործիչ կամ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա ու հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնները խփելու է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի,